Կառավարության որոշմամբ գայլի գլխագինը սահմանվել է 123,350 դրամ։ Դա նշանակում է, որ գայլորցները եկամտահարկը հանելուց հետո կստանան ուղիղ 100,000 դրամ պարգևավճար։ Այս տարի մենք նախատեսել ենք 123,346 դրամ, որտեղ 23,346-ը դուրս կգա եկամտային հարկ եւ ամեն մի գլխաքանակի համար որսորդը կստանա 100,000 մաքուր գումար։ Կառավարությունը նախ խստացրել է որսած գայլի մորթին հանձնելու կարգը։ Որսորդն այն պետք է հանձնաժողով ներկայացնի սահմանված ժամկետում եւ անպայման ունենա որսորդական վկայական։ Բացի այդ, գայլերին արգելվում է սպանել ձգողակով, թունավորելով կամ պայթուցիկով։ Գայլի մորթին պետք է լինի ամբողջական։ Բնապահպանության նախարարը զգուշացնում է, իրենց մասնագետները տարբերում են շան մորթին գայլի մորթուց։ Եղել են դեպքեր, որ քաղաքացիները ներկայացրել են շան մորթիներ, եղել են դեպքեր, որ ներկայացրել են նաեւ շնագայլի մորթիներ։ Մորթիները ներկայացվելու են ընդհանուր ամբողջական տեսքով, որպեսզի հստակ համատական անցկացվի եւ տրվի համապատասխան գումարը։ Գործադիրն այս տարի էլ կաջակցի գյուղացիներին լոլիկի ու կարտոֆիլի ցեցի դեմ պայքարում։ Արարատի մարզի մի քանի համայնքներում 4 տարի առաջ հայտնաբերված վնասատուները մինչև օրս փչացնում են վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի եւ տագդեղի բերքը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է Արարատի եւ Արմավիրի մարզերում ֆերոմոնային թակարդների օգնությամբ լոլիկի ականող ցեց վնասատուի տարածման արյալները ճշտելու, դրանց դեմ քիմիական պայքարի միջոցառումների իրականացման ժամկետների որոշման եւ այդ մասին ազգաբնակչությանը իրազեկելու անհրաժեշտությամբ։ Գյուղնախարարության ուսումնասիրությունները պարզել են, որ հողօգտագործողները հաճախ չեն կարողանում որոշել պայքարի ճիշտ ժամկետները եւ ստիպված են լինում ավելացնել քիմիական մշակումը, ինչն էլ բերում է գյուղմթերքի թանկացման։ Կառավարության որոշմամբ ցեցերի դեմ թակարդներ կտեղադրվեն Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի եւ Տավուշի մարզերի լոլիկի դաշտերում։ Ակնկալվում է, որ այդ կերպ բերքի կորուստը կնվազի 70-ից 80%-ով։ Նաիրի Մուրադյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։